Սիրելի երիտասարդներ, Ամերիկայի իմ համալսարանում ես մի կարևոր միտք սովորեցի։ Պետության բյուջեն պարզապես թվերի հավաքածու չէ։ Այն նախ եւ առաջ բարոյական փաստաթուղթ է եւ ցույց է տալիս, թե իրականում ում մասին է մտածում երկրի իշխանությունը։ Այսօր մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ում համար ավելի կարևոր է պարգևավճարներ բաժանելը ինքն իրեն ու իր համար աշխատող պերաշկի ուտող իդիոտներին, քան մեր երիտասարդներին հնարավորություն տալը, որ նրանք անվճար սովորեն համալսարանում, անկախ ծնողների ֆինանսական վիճակից։ Ես հասկանում եմ ձեզանից շատերին, ես ինքս անցել եմ բազմաթիվ դժվարությունների միջով, առաջ եմ գնացել, պայքարել եմ, ապավինել եմ միայն սեփական ուժերից, բայց ես չեմ ուզում, որ այնպես լինի, որ դուք էլ ստիպված լինեք անցնել դժվարությունների միջով։ Ես երբեք չեմ ընդունի, որ Հայաստանում երիտասարդի ապագան որոշվի ոչ թե նրա գիտելիքով ու կարողությունով, այլ ծնողի դրամապանակով։ Եկեք հունիսի 7-ին վերջ դնենք այս անարդարությանը, երբ ես լինեմ վարչապետ, Հայաստանում ոչ մի երիտասարդ դուրս չի մնա համալսարանից միայն նրա համար, որ չի կարողանում վճարել ուսման վարձը։ Քվեաթերթիկ համար 6. Արդարությունը գալիս է։